Տվյալ ոլորտում մասնագետներ գտնելը բավականին բարդ է։ Ավարտում է ուսանողը թեկուզ, ինքը չի կարողանում ձեռք բերել այդ պրակտիկ հնարավորությունը եւ սկսում է արդեն ուրիշ ճանապարհ ընտրել։ Համալսարաններում շատ ֆակուլտետներ փակվում են ուսանողների պակասի պատճառով։ Լավ մասնագետներ իրանք ուղղակի խնդիր չունեն լավ աշխատանք ու լավ ֆինանս ունենալու հետ կապված։ IT-ում փող կա, IT գնանք, IT-ում շատ են աշխատում, շատ գումար կա։ Կորպորատիվ մշակույթը այն միջավայրն է, ու այն կանոններն ու կետերն են, որոնցով մենք գործում ենք իրար հետ։ Շատ ընկերություններում նաև կարևորվում է, որ HR-ը ունենա հոգեբանի բեքգրաունդ։ Որպես HR բնականաբար դու հոգեթերապևտ չես, դա պետք է միշտ գիտակցել։ Ողջույն, դուք JobAM-ի YouTube-յան ալիքում եք, ինչը նշանակում է, որ դիտում եք Jobcast podcast-ը։ Այսօրվա իմ հյուրը Տաթևիկ Ավետիսյանն է։ Տաթևիկ ջան, ողջույն։ Ողջույն Լիլիթ ջան։ Ոնց ես։ Շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Տաթևիկ ջան, քո գործունեությունը հիմնականում էներգետիկայի ոլորտում է եւ էներգետիկայի ոլորտի HR ես։ Դրա համար կցանկանամ նախ միջև մեր զրույցը սկսելը, քանի որ գուցե լինեն մարդիկ, որ շատ լավ չպատկերացնեն ինչ է իրենից ենթադրում ոլորտը, կարող ես մի երկու բառով մանրամասնել ոլորտի առանձնահատկությունները HR տեսանկյունից։ Շատ լավ, արդեն 5 տարի է ինչ այս ոլորտում եմ գործում, մարդկային ռեսուրսների ֆունկցիոնալ ուղղությամբ։ Մինչ այդ տարբեր ոլորտներում եմ իրականացրել գործունեությունս եւ այս ոլորտը տարբերվել է իմ փորձում հենց իր առանձնահատկությամբ, քանի որ եւ հաստիկների եւ մասնագիտության տեսանկյունից իր առանձնահատկություններն ու բարդություններն ունի։ Շուկայում տեխնացուներին, համապատասխան կադրերին գտնելը բավականին իր դժվարություններն ունի, սակայն եթե մարդիկ կարողանում են գտնել իրենց ուղղվածությունը այս ոլորտում, ապա շատ հետագայում մեծ հնարավորություններ են ունենում։ Ավելի մանրամասն կարող ենք քննարկել այդ հաստիկների հետ կապված ինչպիսի խնդիրների ենք բախվում։ Ինձ հետաքրքիր է ոնց է քո ոնց ասացիր այլ ոլորտից ես եկել էներգետիկայի ոլորտ, արդյոք հեշտ ստացվեց մուտքը լրիվ այլ ոլորտ, որտեղ կան մի քիչ սպეციფიկ ուղղվածության հաստիկներ, այդ անցումը ոնց է կատարվել։ Իրականում շատ պատահական էր, ծանոթ չէ ընդհանրապես էներգետիկայի ոլորտին, արևային վահանակներ, ինչ են իրենցից ներկայացնում, բայց հենց առաքելություն ինձ գայթակղեց, քանի որ էկո ոլորտ է ինքը հանդիսանում եւ բնակչությանը օգտակար պրոդուկտ ենք մենք առաջարկում եւ դա ոգեշնչեց ինձ, իսկ այդ փուլում ես նաեւ ընտրում էի ոլորտը, թե որտեղ եմ աշխատելու եւ ինչ օգուտ եմ տալու իմ աշխատանքով։ Սկզբում դե դժվար էր հասկանալ, թե ինչ է իրենց ներկայացնում պրոդուկտից, ես որպես մարդկային ռեսուրսների ղեկավար պետք է տիրապետեի որոշակի չափով թեկուզ, սակայն քիչ-քիչ կարողացա ընդգրկվել ու յուրացնել այս ոլորտը։ Շատ լավ, եթե գանք աշխատաշուկային, ես գիտեմ, դու էլ ես ինձ հետ բազմիցս կիսվել եւ շատ այլ գործընկերներ ձեր կից ոլորտներից կամ առհասարակ ինժեներական ոլորտից, որ տվյալ ոլորտում մասնագետներ գտնելը բավականին բարդ է։ Մենք խնդիր ունենք այստեղ։ Ինչով է դա պայմանավորված։ Հիմնականում ինչն է խնդիրը, որ HR մասնագետները այս ոլորտում կադրերի խնդիր ունեն։ Հիմնականում Լիլիթ ջան կնշեմ, որ խնդիրը առաջնային սկսվում է պրակտիկ կրթությունից։ Այսինքն մենք ունենք բաժիններ, համալսարաններ, որտեղ կրթվում են մարդիկ ու ձեռք են բերում այս մասնագիտությունը, սակայն հետագայում պրակտիկայի խնդիրներ են ունենում, այսինքն որտեղ անցնել է այդ ամեն ինչը, ինչպես ձեռք բերել այդ պրակտիկ գիտելիքները։ Կան իհարկե հիմա հարթակներ, մասնավոր ինչ-որ կրթություններ, տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, ծրագրեր, սակայն բավարար չի լինում, որպեսզի մենք ավելի մեծ խումբ ունենանք մասնագետներ։ Համենայն դեպս իմ փորձը սա է ինձ ցույց տվել, որ խնդիրը այդտեղից է գալիս եւ երբ որ ավարտում է ուսանողը թեկուզ, ինքը չի կարողանում ձեռք բերել այդ պրակտիկ հնարավորությունը եւ սկսում է արդեն ուրիշ ճանապարհ ընտրել։ Թեև նաեւ զուգահեռ կնշեմ, որ այն մարդիկ, ովքեր որ գտել են այդ ճանապարհը, իրենք բավականին հիմա մեծ հնարավորություններ ունեն, քանի որ շուկայում բավականին մեծ էլ պահանջարկ ունեն եւ կարող են շատ լավ հնարավորություն ունենալ եւ ֆինանսական տեսանկյունից եւ լավ փորձի ու հեռանկարների տեսանկյունից։ Քանի որ խոսեցինք պրակտիկայի մասին, մենք այդ հարցը բավականին հաճախ ենք արծարծում ու լինում է դեպքեր, որ քոլեջներ, համալսարաններ եւս գնում են կամ մեզ էքսպոների ժամանակ են մոտենում շատ մեծ թվով ուսանողներ պրակտիկայի հետ կապված ու իսկապես այդ խնդիրը կա։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ձեր ընկերության մասով աջակցություն որպես այդպիսին ուսանողներին արդեն աշխատաշուկա մուտք գործելու համար։ Ինչ որ ծրագրեր կամ նման օրինակ ինչ որ նախաձեռնություն
գործողություններ իրականացնում եք։ Մենք շատ կարևորում ենք հենց գիտելիքներով կիսվելը, սա նշեմ Լիլիթ ջան, եւ դրանով պայմանավորված է որոշեցինք, որ պետք է ունենանք պայմանագրեր ուսումնական հաստատությունների հետ եւ ոլորտային, այսինքն ինչպես բաժիններն են համապատասխան էներգետիկայի եւ ոչ միայն։ Դրան զուգահեռ նաեւ հնարավորություն ենք տալիս պրակտիկաներ անցնել հենց մեր ընկերությունում, ուսանողները կարող են գալ մեզ մոտ, անցնել որոշակի օրեր, ուսումնասիրել, սովորել, մեր մասնագետները կիսվում են իրենց գիտելիքներով, իրենց հետ նույնիսկ պրակտիկ ձևով կարող ենք այդ հնարավորությունը տալ, փորձ ունենք արդեն տարիները եւ շարունակում ենք այդպես։ Նաեւ մեր մոտ շատ մասնագետներ կան, ովքեր որ սկսել են հենց մեր մոտ սովորել, այսինքն իրանք չեն եղել էներգետիկայի ոլորտից, իրանք մեծ ցանկություն ու պոտենցիալ են ունեցել, այո, սովորեցրել ենք, հատկապես այդ փուլում, որ հնարավորություն ու ժամանակն ունեցել ենք եւ հիմա նույնիսկ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում այդպիսի մարդիկ։ Հրաշալի։ Պրակտիկայի հետ կապված, քանի որ նշեցիր, որ հնարավորություն եք տալիս, բայց ինչքանով է դիտարկելի այդ ոլորտը սկսնակների համար, այսինքն երբ որ մարդը որոշում է կայացնում ինչ մասնագիտություն ընտրել, հիմնականում դեռևս այն տարածված մասնագիտություններից մեկը, որի շուրջ մարդիկ շատ մտածում են ու գնում են այդ ուղղությամբ, IT-ն է, մարքեթինգն է եւ այլն, ու երևի դրանով պայմանավորված է, որ համալսարաններում շատ ֆակուլտետներ փակվում են ուսանողների պակասի պատճառով, այսինքն համապատասխան քանակով ուսանողներ չեն ունենում եւ ֆակուլտետներ են փակվում։ Արդյոք կոնկրետ այս ոլորտը դիտարկելի է եւ այդտեղ հեռանկարներ տեսնում են մարդիկ։ Կարծում եմ այս այն ոլորտն է, որ պետքա ներքուստ սեր լինի այս ոլորտի հանդեպ, այսինքն թե նույնիսկ դեռ չի կողմնորոշվել տվյալ անձնավորությունը, բայց հետաքրքրություն ունի այս ոլորտի հանդեպ, ինչ որ միտեղ առնչվել է օրինակ, կամ ծնողներից եկած ինչ որ հետաքրքրությունը, կամ ընկերների մեջ ինքը գիտի, որ այս մարդը զբաղվում է սրանով, կամ թեկուզ օրինակ տանիքում դրված է տարեվային կայանը, ու ինքը գտնում է, որ ինքը ուզում է այս ոլորտում խորանալ, հասկանալ, ոնց է սա աշխատում, ու հատկապես տեխնիկական ուղղվածությամբ մարդիկ են, անձնավորություններն են, ովքեր որ կունենան այդ ցանկությունը, առավել մասնագիտանալու եւ ձեռք բերելու հենց այս մասնագիտությունը։ Եվ նաեւ փորձում այնպես ա եղել, որ եկել են մեզ մոտ, սովորել են ու զուգահեռ արդեն սկսել են այս ուղղվածությամբ նաեւ կրթություն ստանալ։ Կրթությունը եղել է այլ ուղղությամբ, բայց երբ որ այդ սերը արդեն, այո, զուգահեռ եւ աշխատել է եւ կրթությունն է ձեռք բերել։ Հա, հրաշալի է, որ նման դեպքեր են լինում։ Ես էլ իմ կյանքում տենց մարդիկ կան, օրինակ ունեմ, որ էներգետիկայի ոլորտում որոշակի կրթություն եւ փորձ ունեն եւ իրենց իսկապես ոլորտը հետաքրքիր է, անգամ հումանիտար ոլորտից կարող են դուրս գալ եւ գնալ լրիվ այլ բնագիտական ուղղվածությամբ, բայց տեսեք, խնդիրը ինչումն է, ինձ թվում է շատ դեպքերում մարդկանց թվում է, որ այս ոլորտում եթե իրենք չեն առնչվում, միշտ խոսում ենք, չէ, IT-ում փող կա, IT գնանք, IT-ում շատ են աշխատում, շատ գումար կա, բայց այս մնացած ոլորտները գուցե ավելի բնագիտական չեն այդ կողմից նայում։ Արդյոք կարող է ձեր ոլորտի մասնագետը լավ արձատրվել եւ այդտեղ հեռանկարներ տեսնել։ Նշեմ, որ տարիներ առաջ գուցեև այդ կարծրատիպ ասեմ, թե իսկապես իրականությունն ասեմ, կար շուկայում, այսինքն մարդիկ չունեին հնարավորություններ ֆինանսական այս ոլորտում լինելով։ Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ բավականին ակտիվ ու պահանջված ոլորտ է, ես նույնիսկ ասեմ, լավ մասնագետներ իրանք ուղղակի խնդիր չունեն լավ աշխատանք ու լավ ֆինանս ունենալու հետ կապված եւ բավականին մեծ հեռանկարներ ունեն ու հնարավորություններ։ Այնպես որ այս պահին կարող եմ արձանագրել, որ շուկայում շատ լավ հնարավորություն ունեն նաև ֆինանսական տեսանկյունից։ Այսինքն փող կա, այո, իհարկե, լավ մասնագետը միանշանակ ֆինանսապես ունենալու էր հետադարձ կապը։ Այս հատվածը անպայման մի ձև կտարածենք, որ մարդիկ պատկերացնեն, որ ուրիշ այլ ոլորտներ կա, որտեղ մանավանդ մասնագետների պակաս կա, այսինքն մրցակցության խնդիրը այնքան մեծ չի, ինչքան մի շարք այլ ոլորտներ, որտեղ կարող են իր գործատուին դիմել 200+ մարդ ու ինքը ընտրելու է ընդամենը մեկին, համեմատած դրա այս ոլորտում եւ ունեն կադրերի պակաս եւ լավ արձատրվելու հնարավորությունն էլ է մեծ։ Այո, միանշանակ։ Հենց այս պահին ես մեր ընկերությունում ունեմ բաց թափուր հաստիկներ,
որտեղ դիտարկում եմ մի շարք մասնագետների, բայց կարիք ունեմ առավել որակավորված, առավել ուժեղ մասնագետի ու բնականաբար մենք էլ ենք պատրաստ համապատասխան ձևով վարձատրելու տվյալ մասնագետներին։ Կարևորը որ մենք ստանանք այդ որակը, քանի որ սա այն ոլորտն է նաև, որ չենք կարող թերանալ, այսինքն լավագույն տաղանդներին պետք է ընտրենք այս հաստիկներում։ Հասկացա, Տաթևիկ ջան։ Իսկ առհասարակ հավաքագրման process-ում որ հաստիկների մասով է, որ ավելի շատ ունենում եք դժվարություններ։ Հիմնականում հենց նեղ մասնագիտական հաստիկներն են, քանի որ հենց տվյալ մասնագետներն էլ քիչ են շուկայում, ինչպես օրինակ հենց նախագծողները, ովքեր որ շատ քիչ են ու դժվար է իրանց գտնել համապատասխան, ու հատկապես այն փուլում, երբ որ մենք չենք կարողանում շատ ժամանակ տրամադրել սովորեցնելու, այդտեղ ավելի շատ բարդությունների ենք բախվում։ Այսինքն շատ դեպքերում մենք հենց այնպես ենք բերում մեր տեխնացուներին, ընտրված կադրերին, որ կարողանանք այդ ժամանակը տրամադրել երկար ու սովորեցնել։ Բայց երբ որ մի քիչ տենց սեղմ իրավիճակներ են լինում, մի քիչ ուզում ենք ավելի պատրաստված կադրեր ունենալ, Որ քիչ ժամանակ եւ ռեսուրս ծախսեք։ Ելնելով պրոյեկտների քանակից, ելնելով ծանրաբեռնվածություններից, հաճախ նաև կարիք ենք ունենում պատրաստված կադրերի հետ համագործակցել։ Այդտեղ արդեն բարդություններն առաջանում են։ Շատ լավ, եթե գանք մի քիչ արդեն ավելի HR-ի ուղղվածությամբ, հիմնականում ինչ խնդիրներ կամ թերություններ կան տեխնացուների մոտ, երբ որ դիմում են աշխատանքի, ամենաառաջինը աչքին կպնող թերությունները CV-ից սկսած մինչև հարցազրույցի փուլ ներկայանալ, որը որ կարող է HR-ին արդեն որոշակի ինսայթներ տալ, որ պետք չի օրինակ այդ տեխնացուի հետ շարունակել համագործակցությունը։ Եթե սկսենք CV-ից, Լիլ ջան, հիմնականում CV կազմելու հետ կապված կարծում եմ մեր հայկական շուկայում շատ կարիք ունենք ավելի բարելավելու, զարգացնելու, մի քիչ միջազգային փորձեր դիտարկելու։ Դեռ այդ մասով կան հարցեր, թեև ես փորձում եմ շատ չկենտրոնանալ CV-ի վրա, որովհետև լինում են շատ դեպքեր, երբ որ CV-ով կարող է չընտրեմ աշխատակցին, եթե տենց դիտարկեմ, մանրակրկիտ, բայց ինքը իրականում իր մասնագիտական կոմպոնենտներով բավականին մեզ օգտակար տեխնացու լինի։ Եվ փորձում եմ ոնց որ sense միջին էլի մոտենալ այդ հարցով։ Դրանից հետո արդեն նշեմ խնդիրների հիմնականն այդ, եթե նեղ մասնագիտական է, հիմնականում պրակտիկայի պակասն է զգացվում, այսինքն մեր մասնագիտական մասով էներգետիկայի ոլորտում մասնագետների կարիք ենք ունենում շատ ավելի պրակտիկայում, ավելի տարբեր մասերով, կողմերով, ֆունկցիաներով մասնագիտացած կադրերի, այսինքն շատ կամ մի մասով են մասնագիտացած լինում, ոչ գլոբալ, հա, իսկ մեր մոտ օրինակ պահանջները բավականին խիստ են եւ բավականին պատրաստված մասնագետների կարիք ենք ունենում։ Հարցազրույցների գուցե որոշ չափով հարցազրույցների ընթացքում սեփական հմտություններ, առավելություններ արտահայտելու մասով կարիք ենք ունենում, որ ավելի պատրաստված լինեն։ Այսինքն իրենց ներկայացնելու Այո, իհարկե։ Այսինքն հիմնական հմտությունը հենց իրենք իրենց ներկայացնել եւ CV-ով եւ արդեն հարցազրույցի ընթացքում։ Բայց այդ հատվածում մենք օրինակ դե իհարկե ոլորտը մի քիչ սպეციფიკա եւ պարզա որ այդ ոլորտ եկող մարդիկ իրենց ձևով եւ մոտեցումներով իհարկե տարբերվում են մի շարք այլ ոլորտներից, օրինակ ես հիմա չեմ կարող ադմինիստրատիվ մասնագետին համեմատել ինժեների հետ, բայց հետաքրքիր է իրենք որ գալիս են հարցազրույցի եւ HR-ի կողմից մոտեցումը եւ առհասարակ իրենց վերաբերվելու հա ձևը ինչպես է եւ ինչպես են հիմնականում մարդիկ այդ դեպքում իրենց դրսևորում։ Քանի որ իրոք ինքը շատ պրակտիկ կողմը պահանջում, որպեսզի հասկանանք իսկապես համապատասխան է տվյալ տեխնացուն, թե ոչ, կամ մենք հրավիրում ենք ոնց որ մի քանի ժամով, որպեսզի պրակտիկորեն դիտարկենք, օրինակ նախագծեր, հա, հասկանանք թե ինչքանով է տվյալ մարդը պատրաստ։ Կամ հենց հարցազրույցի ընթացքում նույնիսկ միանգամից բաժնի ղեկավարի ներկայությամբ է լինում հարցազրույցը մասնակցությամբ եւ որոշակի sense տեստային աշխատանք է իրականացվում եւ կարողանում ենք գնահատական տալ գոնե որոշ մասով։ Բայց իհարկե ամենալավ արդյունքը, ինչքանով է համապատասխան, մենք ստանում ենք առաջիկա փորձաշրջանային փուլի ընթացքում, քանի որ սա այն ոլորտն է, որ իսկապես պետք է տեսնես տվյալ աշխատակցի հենց աշխատանքը, որակը, որպեսզի լիարժեք գնահատական տաս։ Հարցազրույցի փուլից հետո պրակտիկային եթե անդրադառնանք, պրակտիկայի մասով առհասարակ պրակտիկան դիտարկվում է 3 ամսյա, չէ՞, պրակտիկան, որի ընթացքում որ տեխնացուն պետքա լավագույնս իրեն ներկայացնի եւ երկուստեք որոշում կայացնեն համագործակցության հետ կապված։ Այո, մինչև 3 ամիս սահմանում ենք,
կախված տվյալ իրավիճակից եւ նաեւ տվյալ տեխնատուի հմտություններից երամսյակի ընթացքում արդեն կարելի է բավարար այդ արդյունքը ունենալ։ Պրակտիկայի փուլում բացի մասնագիտական հմտությունները դիտարկելուց նաև դիտարկում ենք մասնագետը ինչքանով է համապատասխանում ընկերության մշակույթին։ Այս հատվածում ոնց է կազմակերպվում եւ մշակույթի համապատասխանելիության տեսանկյունից ենթադրում եմ, որ երկու կողմն էլ ինչ-որ պահանջներ ունեն եւ տեխնատուն եւ գործատուն։ Կոնկրետ ձեր ընկերությունում ինչպես է process-ը գնում։ Շատ կարևոր հարց, Լիլիթ ջան, քանի որ կորպորատիվ մշակույթը մեր կարևոր կողմերից է ընկերությունում եւ յուրաքանչյուր աշխատակցի ընտրելուց նաեւ կարևորում ենք հենց ինչքանով է համապատասխան տվյալ տեխնացուն մեր կորպորատիվ մշակույթին։ Մեզ մոտ շատ կարևորում ենք փոխհարաբերությունները, հարգանքը միմյանց նկատմամբ, կանոնակարգեր ունենք, որոնց հետևում ենք եւ տարածում ենք անդադար աշխատակիցների մեջ, որպեսզի հետևեն եւ նշեմ, որ հիմա յուրաքանչյուր աշխատակից նաև մեր ոլորտի շատ կարևորում է այդ կետը եւ հարցազրույցի ընթացքում միշտ ոգեշնչվում է, երբ որ իմանում է, որ նման մոտեցումներ կան ու կարևորվում են։ Հետևաբար սա էլ կարծում եմ հիմա շուկայում դարձել է sense մրցակցային նաև կողմ, որպիսի կարողանաս առավել բարձր դիրքեր գրավել եւ կարողանաս լավագույններին ներգրավել քո ընկերությունում։ Այսինքն ընկերության բրենդինգի տեսանկյունից, եթե խոսում ենք HR բրենդինգի։ Եվ բրենդ, այո, արդեն խոսում ենք բրենդինգի մասին, որը որ ձևավորվում է հենց կորպորատիվ մշակույթով, բենեֆիտներով, այդ մասով էլ ենք շատ ոգեշնչում աշխատակիցներին ու կարևորում ենք այդ աշխատանք եւ կյանք բալանսը, ինչպես հաճախ ես նշում եմ, քանի որ մարդակենտրոն ընկերություն ենք եւ կարևորում ենք, որպեսզի արդյունավետությունը բարձր լինի աշխատանքի հենց կյանքում նաեւ իր ժամանակը ունենալու, իր կյանքը ապրելու հետ զուգահեռ։ Հետևաբար ազատ օրեր ունենք սահմանած, որոնք վճարովի օրեր են, բացի շաբաթ կիրակիներից, որը որ շատ օգնում է մարդկանց լիցքաթափվելու, իրենց գործերով զբաղվելու եւ կարողանալու աշխատանքի մեջ ավելի լավ ներգրավվել։ Շատ հետաքրքիր դիրքորոշում է, որովհետեւ շատ դեպքերում թվում է, որ գործատուն ուզում է, որ աշխատակիցը միայն գա իր աշխատանքը կատարի եւ գնա տուն ու հետաքրքիր չի այնտեղ կյանքում ինչ իրավիճակ է, արդյոք աշխատակիցը իր կյանքում այնքան ռեալիզացված է, ինչքան որ ընտանիքում այնքան ռեալիզացված է, ինչքան որ աշխատավայրում է ու հետաքրքիր մոտեցում է, որ ձեր մոտ այդ մաքսիմալ կարևորվում է ու հետաքրքիր է ինչով է հենց պայմանավորված։ Օրինակ զգացել եք, որ այդ մոտեցմամբ ավելի արդյունավետ է աշխատակցի աշխատանքը դառնում, թե այլ պատճառով։ Միանշանակ այդ ամեն ինչը վերլուծվել է ու եկել ենք այն եզրահանգման, որ այո, շատ կարևոր է, երբ որ մարդը իսկապես կարողանում է զուգահեռ իր կյանքը ապրել, ժամանակ տրամադրել եւ ոչ միայն անդադ աշխատանքի մեջ լինել։ Իհարկե ունենում ենք ծանրաբեռնված շրջաններ, որտեղ պետք է լինում շատ ավելի լինել աշխատանքի վայրում, իսկ դա արդեն գիտակցված, հենց մեր իսկ ցանկությամբ, աշխատակիցներիս իսկ ցանկությամբ ներգրավվածությունը ապահովվում է, բայց նաև սա գալիս է մեր ղեկավարությունից, ովքեր որ շատ կարևորում են այդ կետերը ու սկզբանե նույնիսկ միջև իմ գալն էլ ներդրված եղել է նման մոտեցում։ Դա էլ այնց հոգեհարազատ է իհարկե, երբ որ ես ընտրել եմ էլի ընկերությունը, քանի որ եմ փուլում էի, որ շատ կարևոր էր թե ինչ արժեք եմ ընտրում։ Եվ տեսնում ենք, որ երբ որ մարդիկ իսկապես գիտեն, որ իրանք բացի շաբաթ կիրակից ունեն եւս մեկ օր հանգստի, կարող են իրենց գործերով զբաղվել։ Ծննդյան օրը հանգիստ է, ամսվա վերջի ուրբաթները ուրախ ուրբաթ են անվանում ու ժամը 1-ից իրենք ազատ են, շատ ավելի մեծ մոտիվացիա, հա, ուրախ ուրբաթ է դառնում ու մեծ մոտիվացիա է ավելի ապահովում մարդկանց համար, երևի քան այդ պահին ֆինանս կառաջարկես էլի իրենց հավելյալ։ Հասկացա, շատ լավ, իսկ կորպորատիվ մշակույթի տեսանկյունից կան կոնկրետ կետեր, որոնց չհամապատասխանելու դեպքում աշխատակիցը չի կարող ձեր ընկերությունում աշխատել։ Բնականաբար մենք, ինչպես օրինակ կնշեմ, կոնֆլիկտային անձնավորությունները, երբ որ ես հարցազրույցի ընթացքում զգում եմ այդ կետը շատ արտահայտված, դա արդեն հարց առաջացնելու ինքը կշարունակի իր հաջորդ ինտերվյուները, թե ոչ, որովհետև մենք մաքսիմում փորձում ենք նույնիսկ խնդիրները լուծել առանց բուրըն հենց կոնֆլիկտ ասվածով։ Բնականաբար հիմա էլ մեզ մոտ լինում է բանավեճեր, լինում են բուրըն քննարկումներ, լինում են տարաձայնություններ, բայց ոչ հենց կոնֆլիկտ ասված է, էլի, հենց իր իմաստով, ու մեր ընկերությունում է տենց չես հանդիպի, որ մտնես ու լսես ինչ որ բարձր ձայներ կամ ինչ որ ագրեսիվ իրավիճակներ, մաքսիմում դրանք մինիմալացված են, սենց ասեմ։
ու եթե լինում են դեպքեր, մարդիկ ենք, էմոցիաներ ունենք, բնականաբար փորձում ենք կլոր սեղանի շուրջ լուծել այդ ամեն ինչը։ Հասկացա։ Հա, իսկապես կարևոր է այդ հանգամանքը եւ բայց դե կան մարդիկ, որ ասում են, ես իմ բնույթով այդպիսի բուռն անձնավորություն եմ, ինչպես կարող եմ ես իմ Հա, էմոցիաները կառավարել։ փորձում ենք սովորեցնել կամ ուղղորդել ինչ-որ մեթոդներ, զրույցներ ենք իրականացնում, one-on-one հանդիպումներ, որպեսզի էմոցիոնալ մարդկանց հետ էլ փորձենք ինչ-որ ծրագիր ունենալ, ոնց աշխատենք, որպեսզի նման հետևանքներ չլինեն։ Իհարկե, այս ամեն ինչը չի կարող լինել 100%-անոց, բայց փորձում ենք գոնե բարելավել։ Հա, ամեն դեպքում իրենք եթե գալիս են ձեր ընկերություն, նաև պետքա հարմարվեն եւ ընդունեն ձեր Այո, ընկերության կանոնները, որ ընդունում են մնացած բոլոր այո, աշխատակիցները։ միանշանակ, ինչպես նաև մեր մոտ շատ կարևոր կետ է դրված այդ անկեղծությունը եւ ճշմարտախոսությունը, նույնիսկ մեր վաճառքի process-ում դա կարևոր մի սկզբունք է, որ մենք անկեղծ ենք գործում, ազնիվ ենք գործում, էլի այդ ամեն ինչը գալիս է հենց վերևից, էլի ղեկավարներից իջնում են այս սկզբունքները ու շատ կարևորում ենք հարգանքը միմյանց նկատմամբ եւ որպես անձինք եւ գործի մեջ, կատարած աշխատանքի համար, ու եթե լինում են ինչ-որ իրավիճակներ, մենք թերացումներ ենք տեսնում այս հարցերում, բնականաբար բարձրաձայնում ենք ու փորձում ենք լուծումներ գտնել, աշխատել տվյալ աշխատակիցների հետ, իրենց հնարավորություն տալ շտկելու այդ ամեն ինչը, ու եթե տեսնում ենք, որ չի ստացվում, ուրեմն այդտեղ արդեն հարցեր կան քննարկելու։ Իսկ կորպորատիվ մշակույթը իհարկե ես գլոբալ վերցրած պատկերացնում եմ ինչքանով է կարևոր ընկերության համար, բայց եթե օրինակ ընկերություններ կան, որոնք այդքան ուշադրություն չեն դարձնում այս կետերին, երբ որ թիմում պետքա լինի ինչ-որ լավ մթնոլորտ, դրական մթնոլորտ, ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ թիմի ներսում եւ առհասարակ ինչքանով է հնարավոր նման միջավայրում լինել համագործակցող գործընկեր։ Կարևոր հարց է կարծում եմ, ու հիմա կլինեն ընկերություններ, բայց ինձ թվում է ավելի քիչ են հիմա, քան առաջ նման ընկերությունները, որոնք այդքան չեն կարևորում, քանի որ կորպորատիվ մշակույթը, այսպես ասած, այն միջավայրն է ու այն կանոններն ու կետերն են, որոնցով մենք գործում ենք իրար հետ։ Այսինքն մենք իրար հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունենք, որոնց շրջանակներում պիտի գործենք։ Ու եթե պատկերացնենք, որ չկան այդ կետերը, ով ոնց ուզում է, այդպես էլ գործում է, այսինքն ինչ-որ քաոտիկ վիճակ է ստեղծվելու դրա արդյունքում։ Մեկը ասում է, հա ես սենց եմ ու սենց է պիտի գործեմ, այն մեկն էլ ասում է, ես էլ սենց եմ ու սենց եմ գործել, հետևաբար անընդմեջ բախումներ են տեղի ունենալու ու չենք էլ ունենալու մի մոտեցում, որի շուրջ պիտի համախմբվենք։ Իսկ այս բaragam մենք ունենք մի մոտեցում, որի մեջ կան մի շարք ենթակետեր, որի շուրջ բոլորս համախմբվում ենք, խնդիրների դեպքում էլ հենց ուղղորդվում ենք այդ առանցքով, առաջնորդվում ենք հենց այդ կետերով։ Կարծում եմ առանց կորպորատիվ մշակույթի բավականին խառը ու քաոտիկ վիճակներ ստեղծելու մի շարք հնարավորություններ կառաջանան։ Իսկ լինում են դեպքեր, որ տեխնացուն կա ընկերություն եւ առաջինը հարցազրույցի փուլում, բացի բուն աշխատանքին վերաբերվող հարցերից, նաեւ հետաքրքրվի ընկերության կորպորատիվ մշակույթով, այսինքն այնտեղ ավելի դետալային ուզենա հասկանալ ինչքանով է իրեն հարմար ընկերության կորպորատիվ մշակույթը։ Լինում է, բնականաբար, ինչպես նշեցի, ներկայումս շուկայում տեխնացուները բավականին հետաքրքրված են կորպորատիվ մշակույթով եւ լինում է երբեմն, որ հենց ավելի շատ դա են ուզում քննարկել տվյալ պայն HR-ի հետ, քան մնացած կետերը։ Միգուցե ունեն նախորդ փորձից որոշակի այդ մասով, այսպես ասած, տրավմաներ, կամ միգուցե իրենց անձով, այնքան նրբանկատ են, միգուցե խոցել են եւ այլն, որ կարեւորում են, որպեսզի այդ կանոնները լինեն, որ ինքը ավելի ապահովագրված լինի իր հենց հոգեկան աշխարհի ու ինքնազգացողության համար։ Ու գնալով կարծում եմ շատ ավելի ու ավելի է այս մոտեցումը ամրապնդվելու մեր շուկայում։ Իսկ առհասարակ այդ մոտեցմանը, որպես HR եւ նաեւ մասնագիտությամբ հոգեբան մարդ, ոնց է վերաբերվում։ Կարող է պահի տակ թվա, որ տեխնացունը շատ ավելի կմահաճ է, թե շատ նորմալ մոտեցում է, երբ որ տեխնացուները հետաքրքրվում են ուր են գնում եւ ինչի համար։ Ասեմ ավելին, Լիլիան, ուրախանում եմ, երբ որ տեխնացուն գալի նստում է ու բացի ֆինանսական ու մնացած կտորներից ինքը սկսում է իմ հետ քննարկել հենց իր ցանկությամբ այդ կետերը, այսինքն ինձ դա արդեն իսկ իր հետ աշխատելու հետ կապված շատ դրական կողմերի մասին ինֆորմացիա է հանդիսանում, քանի որ իսկապես այն մարդիկ, ովքեր որ կարևորում են այդ ամեն ինչը, իրենց հետ աշխատելը շատ ավելի հետաքրքիր ու հարթ է լինելու։
բնականաբար սիրում են այդ մարդիկ կարգ ու կանոն, սիրում են դրական փոխհարաբերություններ, սիրում են հարգել միմյանց գործը, առաջ գնալ, զարգանալ։ Այդ ամեն ինչը միայն ու միայն դրական ինֆորմացիա է հուշում։ Երևի թե մի քիչ էլ քննադատաբար են մոտենում են ամեն ինչին, ինչ որ անում են դրական տեսանկյունից, կա Այո, եւ նորմալ չափավոր քննադատություն եւ արդեն ինչ որ ինքնախարազանման process, քննադատաբար են մոտենում հասկանալու համար, արդյոք եթե ընկերությունում դրված են ինչ որ հստակ ձևակերպումներ եւ սահմանումներ, դա ինչքանով է հոգեհարազատ իրեն եւ արդյոք ինքը պատրաստական է հարմարվել դրան, թե այդտեղ տեսնում է ինչ որ խնդիր, կոնֆլիկտ, թեկուզ իր անձից ելնելով։ միանշանակ իհարկե լինում են մարդիկ, ովքեր կարող է շատ իդեալական ձևով պատկերացնեն, բայց դրան է պատրաստ պիտի լինեն, որ իդեալական հասնելը մի քիչ հարաբերական է, քանի որ բազմաթիվ մարդիկ տարբեր մշակույթներով, տարբեր բնավորություններով հավաքվում են միտեղ ու դա բավականին բարդ գործ է բոլորին համախմբել նույն կետի շուրջ։ Եթե զգում ենք, որ միգուցե մարդու մոտ դա շատ այսպես մաքսիմալ ձևով է այդ պահանջը, իրեն պետք է պատրաստել, որ այդ 100%-ը չպատկերացնի ինքը, բայց պատրաստ լինի, որ կարևոր ընկերությունը դա ակցենտավորվում է, կարևորում է այս մշակույթը եւ ամեն ինչ անում է, որպեսզի դա լավագույնս գործի ընկերությունում։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է մեծ ընկերություններում, երբ որ թիմը մեծ է, շատ ավելի դժվար է հասկանալ աշխատակիցների հոգեվիճակը, ինչքանով են իրենք մոտիվացված, ինչքանով են այս պահին իրենց աշխատանքը լավ անում կամ առհասարակ աշխատավայրում ունեն խնդիրներ, թե ոչ։ Որպես HR ղեկավար այդ ամեն ինչը նկատել է ինչքանով է հնարավոր, եթե հենց ընկերության աշխատակիցների քանակը բավականին մեծ է։ Այս հարցում բնականաբար օգնում են մեզ տարբեր մեթոդներ, որոնք կիրառում ենք, սկսած հարցումներից օրինակ, որոնք անանուն տեսք են կրում, վերջացրած իրենց հենց ղեկավարների հետ, one-on-one այդ հանդիպումներից ձեռք բերած ինֆորմացիայով։ Մեր ընկերության շրջանակներում դեռ այս քանակի մեջ մաքսիմում տենց փորձում ենք կապ պահել բոլորի հետ, ընթացիկ հանդիպումներ ունենալ, մտնել հենց տվյալ բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ եւ այլն, բայց նաեւ կիրառում ենք այդ գործիքները, որովհետեւ միգուցե ինչ որ բան կա ասելու, իսկապես մի աշխատակցի կողմից ով ավելի ոնց որ փակված է իր տեսակով եւ այդ հարթակիր իրեն հնարավորություն տա իսկապես արտահայտվելու, այո, որ ընդհանուր հասկանանք ինչ չափի է մոտիվացիայի մակարդակը, վիճակը, բայց բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր չեն արտահայտվի, եթե անհատապես իր հետ չխոսենք, չենք իմանա, որ իր մոտ է խնդիրը։ Ղեկավարներն են այս հարցում բավականին օգնում, այսինքն ամեն ղեկավար գիտի իր բաժնում ինչ է կատարվում, գիտի ով է մոտիվացված, ով մոտիվացված չի, ով ինչ խնդիր ունի ու այդ հանդիպումները նաև օգնում են ղեկավարների հետ հասկանալու ինչ է իրենց թիմում էլի տեղի ունենում։ Հասկացա։ Ես այս ընթացքում մտածում էի, օրինակ իմ համար ինչն է նաև մոտիվացնում ու հետաքրքիր արևային էներգետիկայի ոլորտում, ու հասկացա, որ սա այն եզակի ոլորտներից է, որտեղ որ հնարավոր է ապահովել նաև մարզային աշխատատեղեր, այսինքն էներգետիկայի ոլորտը սփռված է ամբողջ Հայաստանով, եւ այդ մասով ինձ հետաքրքիր է ձեր ոնց որ մոտեցումը որպես ընկերություն, նաև սոցիալական պատասխանատվության տեսանկյունից, ինչքանով եք կարևորում մարզերում հենց մարզային աշխատատեղերի ունենալու հարցը եւ ունեք ինչ քանակով աշխատակիցներ ունեք մարզերում։ Այո, Լիլիթ ջան, մեզ մոտ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում են գործում աշխատակիցները, այսինքն ունենք ներկայացուցիչներ, ովքեր հենց բնակվում են տվյալ մարզում եւ աշխատում են տվյալ մարզում Էկովիլի հենց անունով։ Ինչպես նաև ունենք մասնաճյուղեր մարզերում եւ ամբողջ Հայաստանի տարածքում կարելի ասել սփռված ենք։ Բոլոր մարզերում մեր արևային կանոնները տեղադրվում են, վաճառվում են ու ճանաչում են, ինչպես նաև ոչ միայն Հայաստանում, այլ Վրաստանում եւս գործունեություն է ծավալվում, այսինքն Էկովիլ հենց անունով նորից։ Եվ սա հնարավորություն է իսկապես Հայաստանի մեր մարզերի բնակիչներին ունենալ աշխատանք կցված լինել ընկերության, որը որ գործում է հենց բավականին օրենսդրական լիարժեք օրենսդրական դաշտում, գործում է այ կորպորատիվ մշակույթով, այսինքն հնարավորություն լավ ընկերության հետ աշխատելու ու աշխատատեղերն էլ բնականաբար հնարավորություն են տալիս ունենալ աշխատանք մարզերում, որը որ մեզ մոտ երբեմն խնդիր է հանդիսանում։ Իսկ մարզերում աշխատակիցների հավաքագրման տեսանկյունից ինչ խնդիրների եք բախվում, այնտեղ մասնագետներ գտնելու հարց էլի կա, թե համեմատած
Ավելի դժվար է, կասեմ համեմատած Երևանի, քանի որ սոցհարթակներում հայտարարություն տեղադրելով այնքան չի դիտելիություն լինում, ինչքան եթե Երևանի հաստիք է լինում, ավելի շատ ռեֆերալ ճանապարհներն ենք նաև փորձում, այսինքն այնտեղի մեր ծանոթների միջոցով աշխատող լավագույն տարբերակն է մարզում ու հատկապես երբ որ դու գիտես թե ով է դիմորդդ, ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչքանով իր հետ կարող ենք ինչքան արդյունք ունենալ, շատ օգնում է այդ ռեֆերալ ճանապարհը։ Դեռևս ավելի շատ ռեֆերալ, քան ոնց որ пассив ձևով հայտարարության միջոցով։ Իրենց թիրախավորելը շատ ավելի դժվար է ստացվում մեր հարթակի տեսանկյունից էլ ասեմ, հիմնականում գովազդային տարբերակները կարող են աշխատել սոցիալական հարթակներում, բայց քանի որ կայքեր մուտք գործելուց էլ երևի հայտարարությունների 99%-ը վերաբերվում են Երևանին, իհարկե մարդիկ ամեն օր չեն էլ տենց մտնի նայեն ուսումնասիրեն, միևնույնն է մտածելու են, որ իրենց վերաբերող որևէ բան այդ հարթակներում չեն գտնելու, դա իսկապես խնդիր է։ Այո, միանշանակ։ HR մասնագետը հավաքագրման տեսանկյունից երբ որ նայում ենք, առաջին մարդն է, ով առնչվում է ցանկացած աշխատակցի հետ, երբ որ պետք է ընդունի իրեն ընկերություն, եւ այդ մասով նաեւ հետաքրքիր է HR-ի մոտեցումը հոգեբանական տեսանկյունից մարդուն, եւ շատ ընկերություններում նաեւ կարեւորվում է, որ HR-ը ունենա հոգեբանի բեքգրաունդ, այս մասով ինչն է առաջնային եւ ինչի է առհասարակ կարեւոր այդ բեքգրաունդը հոգեբանի։ Այնպես է, որ պարտադիր չի, որ լինի հոգեբան իր բեքգրաունդով, իր կրթությամբ HR-ը, բայց շատ կարծում եմ ցանկալի ու շատ լավ օգնություն է հանդիսանում, երբ որ դու ունես այդ մասնագիտական գիտելիքները, քանի որ իսկապես մարդու հետ ես աշխատում, առնչվում ես իր բոլոր էմոցիաների հետ, իր հոգեկան աշխարհի հետ ու երբ որ HR-ը եթե թեկուզ հոգեբան չի, բայց որոշակիորեն պատրաստված է այդ տեսանկյունով, այդ տեսանկյունից, այդ ուղղությամբ, միանշանակ ավելի արդյունավետ է ստացվում տենց ժամանակ կառավարել այդ իրավիճակը, էմոցիաները, առավել զգոն լինել, թե ինչ ուղղությամբ տանել տվյալ խնդիրը, որովհետև շատ հաճախ եթե այդ դիվանագիտությունը, այդ նրբանկատությունը չլինի, կարող է այնպիսի կետի բերենք, որ շատ մեծ բախումների հանդիպենք կամ ավելի շատ դեմոտիվացնենք մարդուն հակառակ երևույթի Իսկ փոխարեն։ հնարավոր է, որ հարցազրույցի փուլում հենց ոչ նրբանկատության կամ տեխնատուի ոչ լիարժեք, հա, այսպես բավարար ուսումնասիրության իր հմտությունները եւ որակավորումները HR-ը շատ անզգուշորեն գուցե կորցնի այդ մասնագետին։ Բնականաբար, ինտերվյուի ընթացքում կարող է այնպիսի հարցեր հնչել, որոնք որ մարդուն այդ պահին արդեն դեմոտիվացնեն շարունակելու այդ ինտերվյուները կամ հիասթափության զգացողություն առաջացնել, բացասական զգացողություն համենայն դեպս, այսինքն ինտերվյուի ընթացքում էլ բնականաբար պետքա ստեղծել այդ դրական միջավայրը, թեև հաստիկներ կան, որ դու ուզում ես մի քիչ հասկանաս նաև ինքը ոնց է հաղթարում ստրեսային իրավիճակու, կարող է մի քիչ sense այնպեսի հարցեր տաս, որ հասկանաս ոնց է ինքը արձագանքելու, թեկուզ հետո իրան բացատրես, որ այդ հարցերս հենց ուղղված էր նրան, որպեսզի ես հասկանայի քո էմոցիոնալ արձագանքը։ Ինչպես նաև օրինակ իմ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր տեխնացու, ով նույնիսկ հետո մյուս փուլերում չի մասնակցելու, բայց ինքը իսկապես ժպիտով դուրս գա այդ ինտերվյուից, շատ լավ տպավորությունով դուրս գա ու զգա այն մշակույթնում կորպորատիվ այդ մշակույթ ընկերությունում, որը որ արկա է ու դա միանշանակ հենց HR-ի հետ այդ ինտերվյուից հետո է ձևավորվում։ Բոլորս կյանքում երևի եղել է, չէ, որ գնացել ենք ինտերվյուի ու դուրս ենք եկել, ասել ենք՝ «Վայ, ինչ հաճելի ընկերություն էր համենայն դեպս»։ Եվ հակառակը, որ «Վայ, ինձ չկանչեկել այստեղ այդ զգացողությունը։ Դառնում է ընկերության հակագովազդը նաև ինչ-որ դեպքերում, որովհետև արդեն քո շրջապատում, քո ընկերների հետ եւ ցանկացած տեղ այդ էմոցիայով կիսվելուց իհարկե ոչ դրական ֆիդբեք է ստալու։ Ինչպես նաև երբ որ բաժանվում ենք իրարից, ավարտվում է համագործակցությունը մեր հետ, նույն այդ պահն էլ աշխատակցին ճանապարհելու, հա, քո հենց այդ հոգեբանական գիտելիքներն են օգնում, եթե նույնիսկ կրթություն չի, բայց ուսումնասիրել ենք, տեղյակ ենք, հոգեբան չենք, բայց ուսումնասիրել ենք, որպեսզի ճիշտ բաժանումը իրականացնել, որովհետև այդ մարդիկ մեկա կրում են իրենց մեջ Էկովիլ, հա, անունը կամ այլ ընկերության անունը, որտեղ աշխատում են, ու իրենք հետո հիշում են իրեն կամ դրական կամ բացասական ելնելով նաև թե ոնց բաժանվեցինք։ Լինում է դեպքեր, որ առաջարկը հենց լինում է գործատուի կողմից ինչ
ինչ-որ կետերից ելնելով, հա, նույնիսկ այդ ժամանակ պետքա կարողանալ այդ ճիշտ մոտեցումները տալ, որպեսզի մարդ իսկապես դրական հույզերով կարողանա բաժանվի, սա եւս կարևոր կետերից է ու իսկապես ես շատ ինձ օգնում է հոգեբանությունը, թեև որոշ փուլ ունեի, որ նույնիսկ ինչ որ չափով է խանգարում էր, որ Շատ էր երբ որ այո, խորացնում։ շատ էր խորը, ես այդ էմպաթիան ապրում էի շատ խորքային բոլորի հետ, անդադ աշխատակցի կողքին էի, արդեն ոնց որ ավելի շատ լինեի հոգեբան, բայց փորձի հետ դու հասկանում ես, որ եթե դու այդ հոգեբան ֆունկցիան չես իրականացնում, այլ HR-ն ես, դու պիտի կարողանաս լինես բիզնեսի կողքին, բիզնեսի շահերը պաշտպանել, բայց չմոռանալով աշխատակիցների իրավունքները եւ նաեւ իրանց հոգեկան աշխարհը, անդադ պետքա կարողանաս այս ճկուն լինես, էլի այդ Եվ երկու կողմերի, բալանսավորես, որ այո, ու փորձի ընթացքում sense արդեն բնականաբար ձևավորվում է այդ հմտությունը լինելու մեջտեղում ու հասկանալու թե որտեղ ոնց պիտի գործես, որ այսեն պահնա, որ դու հոգեբան չպիտի գործես, էլի, ու ընդհանրապես որպես HR բնականաբար դու հոգեթերապևտ չես, դա պետքա միշտ գիտակցել, ինչքան էլ որ կրթություն տետուղությամբ է, դու պիտի հիշես, որ դու HR-ն որպես ես։ մասնագետ ընկերությունում Այո։ հաստիկ HR։ Հա, այդ մասով շատ են HR-ները ասում, որոշ դեպքերում, որ մեզ ինչ որ պահից աշխատակիցը սկսում է դիտարկել որպես հոգեբան, որ անընդհատ պետքա իր խնդիրներով մեզ հետ կիսվի եւ այլն, եւ այդտեղ էլ երևի այդ բալանսն ու սահմանը մի քիչ խալխլվում է, որովհետեւ հիմա ես իր կողմից ընկալում եմ որպես HR մասնագետ, ով նաև բիզնեսի շահերն է պաշտպանում, թե հոգեբան, որ կարող է գալ եւ անընդհատ իր դարդերն ու խնդիրները ինձ պատմել։ Այո, մեր շուկայում դարկայան, դե նաև կապված է դա մեր մշակույթի հետ, հա, մեր հայկական մշակույթի։ Մենք սիրում ենք իրար հետ խոսել, կիսվել մեր խնդիրներով, էմոցիաները ոնց որ դուրս բերել ու որոշակիրեն ուզես չուզես, դու որպես HR, դու իր կողքին ես ու ինքը երբ ուզում է քո հետ տվյալ աշխատակիցը խոսել, դու պետք է լսես իրեն, գոնե թեկուզ լսես, հոգեթերապիա չանես, հա, իրեն չտանես ինչ որ այն ուղություններով, որ արդեն եկե հահատ ինչ որ, չէ, պետք չի այդքան խորանալ, բայց գոնե լսել, արտահայտվի, դա լինի ստանա ավելի շատ one-on-one հանդիպման տեսք, որպեսզի մարդը կարողանա աշխատանքի վայրում իր խնդիրների հետ կապված քո հետ խոսի եւ լուծում Եվ գտնի։ երևի այստեղ կարևորը ֆիքսել, որ այդ խնդիրների մասին, որ խոսում ենք, պետքա աշխատակցին երևի թե անընդհատ բերել աշխատանքային միջավայրի դաշտ, այսինքն արդյոք ունես դու աշխատավայրում ինչ որ խնդիր, որին ես որպես մասնագետ կարող եմ լուծում տալ կամ փոխանցել քո անմիջական ղեկավարին, թե ինչ որ լրիվ աշխատավայրից դուրս խնդիրներ են, որոնք որ արդեն անձնապես քո լուծելու հարցն է եւ ոչ թե հոգեբանի կամ ընկերության HR-ի գործն է։ Այո, կարելի է ժամանակ նուրբ ձևով, այդտեղ էլ է պետք նուրբ, որովհետև կարող ես իրեն նեղացնել։ Այսինքն եթե դա կտրուկ արվի կամ շատ ակնհայտ, բնականաբար ինքը անկախ իրենց էլ կնեղանա, որ այլևս այդ դուրը չի բացի, երբ որ խնդիր ունենա ուզենա կիսվի քեզ հետ։ Դրա համար դիվանագիտորեն կարելի է բերել գործնական դաշտ նուրբ Շատ ձևով։ նուրբ սահմաններ ա, էլի, շատ զգուշ է պետք վարվել այդ դեպքում աշխատակիցների հետ։ Շատ լավ, Տաթևիկ ջան, իսկ ընդհանուր որպես ուղերձ մեզ լսող մարդկանց կոնկրետ արևային էներգետիկայի ոլորտի հետ կապված, քանի որ վստահ եմ մեզ նաև լսելու են մարդիկ, ովքեր որ դեռ մասնագիտական կողմնորոշման փուլում են, ուզում են հասկանան ինչ ոլորտ գնալ, ինչ ընտրել եւ այլն, որպես այդպեսին ինչ խորհուրդ տանք իրենց եւ զարգացման տեսանկյունից որպես ոլորտ, արդյոք հեռանկարները մեծ են արևային էներգետիկայի ոլորտում եւ կարող է մարդը սովորել եւ մասնագիտանալ այս ոլորտում։ Հեռանկարները նշեմ, որ միանշանակ մեծ են ու արդեն մի քանի տարի է դա ցույց է տալիս մեր անցած ճանապարհը, որ էներգետիկայի ոլորտում ընդհանուր ասված, հա, այսինքն ոչ միայն արևայինի, այլ ընդհանրապես էներգետիկա ոլորտ ասվածը զարգանում է եւ գնում է առաջ եւ տարբեր երկրներում էլ որ դիտարկենք, տեսնում ենք էլի այդ զարգացումն ու արդիականությունը, մարդկանց բավականին մի մեծ խումբ սկսել է դա գիտակցել, ես տարիներով որ դիտարկում եմ ու գնալով ինձ թվում է այդ տվյալքանակը մարդկանց մեծանալու է, որովհետեւ շատ հաճախ երբ որ գալիս են հարց
հարցազրույցի, հենց առաջինը լսում եմ այդ նախադասությունը, որ տեսնում ենք, որ զարգացող ու արդի ոլորտ է, ուզում ենք մենք լինել այդ ոլորտում։ Իսկ աշխատակից մարդկանց տեսանկյունից, հա, անձնավորությունների կարող են սովորել բնականաբար որոշակիորեն ինքնավերլուծելով, թե իրենք ինչ ուղղվածությամբ առավել զարգացած մարդիկ են, ինչ ուղղվածությունն են, չէ՞, ունենք տեխնիկական ուղղվածությամբ շատ անձինք, ունենք հումանիտար ուղղվածությամբ, այսինքն մի քիչ ինքնագնահատականը ունենալով արդեն ուղղվածության կարելի է ընտրություն կատարել ու միանշանակ կստացվի իրենց մոտ։ Շատ լավ։ Ամեն դեպքում ես էլ տեսնելով թե այս ոլորտում ինչքան մեծ են հեռանկարները եւ նաեւ դրսից ինչքան հենց Հայաստանից դուրս աջակցում են, երբ որ տեսնում են, որ մեր երկրում այս ոլորտին ուղղված որոշակի նորարարություններ են արվում եւ առաջընթաց կա, շատ པարզ երևում է, որ հեռանկարները բավականին մեծ են ու ես նաև խորհուրդ կտամ այն տեսանկյունից, եթե մարդիկ կոնկրետ ուղղակի գնում են այն ուղղվածությամբ, որտեղ որ ըստ մարքեթինգի, ըստ բոլորի խոսքի կարծրատիպային թեկուզ մոտեցման, որ շատ գումար կարող են վաստակել, կարող են դիտարկել նաև այս ոլորտը եւ վստահ լինել, որ այստեղ ավելի հեշտ է այս պահի դրությամբ ռեալիզացվել եւ աշխատաշուկայում աշխատանք գտնել, քան մի շարք ոլորտներում, որտեղ օրինակ եթե դիտարկում ենք IT-ում բավական մեծ կրճատումներ են անընդհատ գնում եւ գործընկերներից շատ հաճախ լսում ենք, որ չգիտեմ, ցանկացած հաստիկ են տեղադրում, ասում ախր IT մասնագետ է, ինչու է մեզ դիմել, բայց IT մասնագետը քանի որ կրճատվել է եւ խնդիր ունի այս պահին իր ոլորտում արդեն չի կարողանում աշխատանք գտնել, ստիպված դիտարկում է մի շարք այլ ոլորտներ, որտեղ կարող է ինքը կոմպետենտ մասնագետ չի։ Դրա համար իսկապես կարելի է դիտարկել։ Որպես եզրափակում մեր խոսքին, ինչ խորհուրդ տանք, որպես HR մասնագետ, տեխնացուներին, ովքեր գալիս են հարցազրույցի, ովքեր դիմում են ընկերությանը, որ կետերին առհասարակ արժի ուշադրություն դարձնել, որպեսզի ընկերության վրա լավ տպավորություն թողնեն։ Եվ կսկսենք էլի CV-ից, նախ ավելի շատ հա ուսումնասիրել CV-ների կազման ձևերը եւ փորձել հենց այդտեղից ճիշտ ցույց տալ իրենց հնարավորություններն ու հմտությունները, կարողությունները, անցած փորձը։ Իսկ երբ գալիս են հարցազրույցի, խորհուրդ կտամ ավելի վստահ լինել ու անկեղծ լինել, այսինքն խոսել այն ամեն ինչից, ինչ համապատասխանում է իրականությանը ու պետք չի ինչ որ կեղծավոր պատկերներ ստեղծել կամ խոսել այնպիսի անցած ճանապարհից, որ իրական չի համապատասխանում իրականությանը ու դա զգալը շատ հեշտ է փորձառու HR-ի համար, ինչքանով է անկեղծ ժեստերին եք ուշադրություն դարձնում խոսքին, եւ ժեստերին իհարկե դա առանձին նեղ մասնագիտացում է, որպեսզի լիարժեք ճիշտ ունենաս այդ պատկերը, բայց ընդհանուր արդեն երբ որ զրույցի մեջ ես ու սահմանվել է այդ ռապորտը մթնոլորտը ու խոսում ես, դու զգում ես ինչքանով է մարդ անկեղծ արտահայտվում, խոսում, իրական դեպքեր ներկայացնում, իհարկե կլինեն մարդիկ, ովքեր որ շատ հմուտ է դա ամեն ինչը կարող են անել եւ դիմացինը չհասկանա, բայց տարիների փորձը ու մի շարք մարդկանց հետ ինտերվյուներ անցկացնելը անկախ քեզնից էլ սովորեցնում է այդ բացի փաստերի վրա հիմնվելուց նույնիսկ ինտուիտիվ է աշխատում այս process-ը։ Ավելի անկեղծ ու այն ինչ գիտի մարդը իսկապես նշի, ինչ չգիտի էլ հաստատ շատ ավելի գնահատելի է, երբ որ դու լսում ես հենց իրենից, որ ինքը օրինակ այդ մասով կաղում է։ Այսպես թե այնպես փորձաշրջանի ընթացքում դա բացահայտվելու է ու շատ ավելի տհաճ է ստացվում, երբ որ ինտերվյուին մարդը նշել է թե գիտի, բայց դու հստակ արդեն պրակտիկայում տեսնում ես, որ այդքան էլ իրական չի։ Իսկ եղել են այդպիսի դեպքեր պրակտիկայում, որ մարդը հարցազրույցին այլ կերպ իրեն ներկայացնի եւ այլ տպավորություն թողնի, բայց արդեն պրակտիկայի փուլում փլվի այդ ամբողջ կառույցը, որ ինքը կառուցել էր։ Բնականաբար եղել է դեպքեր, իմ փորձում ընդհանուր ասեմ, եղել են դեպքեր, շատ չեն եղել, բայց դրանից խուսափել երևի անհնար էր, եղել են։ Շատ լավ, Տաթևիկ ջան, շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար եւ հուսով եմ, որ դիտողներին եւս որոշակիորեն անհրաժեշտ ինֆորմացիա էր։ Ձեզ էլ շնորհակալ եմ հրավերի համար, Էլիտ ջան։ Դուք դիտում եք Jobcast-ը, եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեկնաբանության դաշտում եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։